Արդյոք Փաշինյանի աղմկահարույց բաժանությունը նախընտրական շոու էր։ Նրա մեջն է շոու է, հիմա սաղսել գիտամ։ Չեմ կարող ասեմ, ուրիշ ընտանիքա կարող է իրոք նենց բաներ կա, որ շոու չլինի, կարող է հենց շոու լինի, նայած իրանց անկեղծությանը։ Աննան, դա բան չէր։ Նա գնաց թուրքի տակ հետ պսակվեց ժամանակավոր, նորից եկավ։ Բան չէր։ Բան չէր։ Որ ինքը հայտարարություն ինքը չտա, չգրանցի ինքը, որ ինչ ունի։ Զախեն խոսում եմ միշտ ախմ ոչ մեկից։ Չի բաժան ինքը, պրոստի իջեմդի գնացել այն։ Աննա Հակոբյանը լքում է խորտակվող նավը, թե անտանելի էր դարձել նույնիսկ սեփական կնոջ համար։ Դժվար, ինչի համար, առաջ սովացարման էր գալի, դամնան, թակավի պես ավրում են, չի միտի բանաներ նա։ Չէ։ Դա շոու է, ընտրությունների ժամանակը մոտենումա դա շոու է։ Իսկ գուցե տարբերակով ինքը ուզում է տանիքը եւ ունեցվածքը երկրից տաներ։ Դե Հակոբյան Աննա թե ոնց էր կնոջանինը։ Դե նա իր կապիտալները դրեց այն կողմ, որ ասենք չեպեի հարկ չլի, չգիտեմ։ Սաղ մեխանիզմա իրանք մշակել են, մինչև ընտրությունները, որ իրանք պատրաստել են այդքան բան։ Իմ մտածելով դա էլ է շոու, որ ընտրությունների վաղտը մաքուր են։ Պետք է էլի։ Շոու։ Ինձ համար լրիվ անհասկանալի բան է։ Եթե նույնիսկ բաժանվեին էլ պետք չէր հանրայնացնել, շոու սարքել եւ այլն։ Շատ բաներ կան, որ մեզ համար անհասկանալի է։ Բայց կհասկանանք հետո։ Այս կարող է ուշալ։ Ուրիշներ ինձ հետաքրքիր չեն, ինձ իմ Հայաստանն է հետաքրքիր, իրատնտեսությունը, մարդիկ դուք։ Ուղղակի շոու է, նախընտրական շոու, իմ մտածելով, նախընտրական շոու, ուրիշ ոչինչ։ Նրանք չեն բաժանվել, մենք ենք, մեզ են ուզում համոզել, որ բաժանվել են, զբաղեցնում են պարզապես, նրանք չեն բաժանվել։ Շոու է։ Իսկ շոու է չի, որտեղ ոչ ոք չի հավատա։ Փաշինյանը ընտանիք եւ ունեցվածքը երկրից դուրս հանելու նպատակ ուներ։ Բան ամբողջ նպատակը դա չի։ Ժողովուրդն է հասկանում, ծիծաղում են, որ նույնիսկ այդ հարցը շոշափ։ Այդ ձևականությունը։ Այդ ձևականություն։ Ինչ էին ուզում ասեն այդ ձևականությամբ։ Այդ ուզում են ժողովրդի աչքերը փակ։ Կարա իր ունեցվածքը լրիվ Աննային տա ինքը մնա, որ ինքը ոչ մի բան չունի։ Դա իրանց գործը։ Ժողովրդին խաբում է։ Դա միշտ էլ ժողովուրդը խաբված է ու միշտ էլ խաբում է։ Իսկ կարող է Աննայի համար անտանելի դարձել Փաշինյանի հետ ապրելը քաղաքականությունից։ Սուտ կլինի վախտեր կապրելա մեզ լինու որ վախտեր չի կարող ապրի։ Այդ լրիվ կեղծիքս Աննան իրանց փողերը բանը վեկալավ փախավ, հետո վեք իմանանք, որ միացել են։ Իսկ գուցե Աննայի համար անտանելի էր Փաշինյանի հետ ապրելն արդեն։ Վայ, լավ էլի, այն նախ ապրելը թողիշի նոր մի Փաշինյանի հետ, ասի վայ ափսոս, որ Փաշինյանի հետ եմ ապրեմ։ Չէ, իհարկե շոու է, դուք դա պետք է նայեք քաղաքական թատրոն, ու մեր մոտ այնքան վատ է սցենարը արվում, սցենարիստը շատ անտաղանդ է ասեմ Հայաստանում քաղաքական դաշտի մեջ, որ այդ չի, որ հանդիսատես էլ չի հավատում դերասանի խաղին, հասկանում եք դերասանի տաղանդը նրանում է, որ ինքը հավատա իր արածին, իրանք չեն հավատում իրանց արածին, ժողովուրդն է չի հավատում, բայց խաղում են այդ անտաղանդ դերը ու դրա համար ուղղակի ժողովուրդը շատ թանկ է վճարում այս ներկայացումների համար։ Երբ որ ինքը Աշոտիկին բերեց բանակ, արդեն նշանակում է, որ մարդկանց հավաքում է, որ մի բան պետք է լինի վատ։ Հիմա այս բաժանությունը ինչ որ մի վատ բան է գուշակում, սա կարող է առիթ ցույց տալու, որ մենք ձեր տներն ենք խցկվել ու ձեր ոսկեղենը ստուգենք դուք ինչ ունեք, չունեք պետությունից տալանած բան։ Ոնց վարչապետի կանոջը աչոտ պետք է տա դուք չեք ուզում տալ։ Թատրոն է ինչ որ մի ձևի մեջ սարքած, բայց գիտեք ինչ, շատ անտաղանդ կազմակերպված է, էլի ասենք մի հատ ռեժիսոր գոնե վարձեն այդ իմպորտի երկրներից։ Բերեն այս ներկայացումը բան կազմակերպի, այդ աստիճան
առհամարել հանդիսատեսի կարծիքը, ինձ թվում է չարժեր էլի։ Ամուսնալ ուզում եմ բոլոր աշկի առայլ շոու սարքել, տենց կլինի։